Եկեք վերհիշենք անցած անգամ ինչ արեցինք, ուրեմն անցած անգամ ապացուցեցինք, որ եթե ունենք մի անալիտիկ ֆունկցիա դելտա շրջանի մեջ ու մի հատ գամմա կոր ունենք, որը փակ կոր է, դելտայի մեջ, ապա կամայական A կետի համար, որը կորի վրա չի, եթե հաշվենք 1 բաժանած 2 pi ինտեգրալ fz բաժանած z հանած a-ն, այս ինտեգրալը այս կորի վրայով, ապա սա կլինի f-ի արժեքը A կետում, բազմապատկած, նրանով, թե քանի անգամ է գամմա կորը պտտվում A-ի շուրջ։ Ու սրա ուրեմն առանձնահատկություններից մեկը որն է, սրա առանձնահատկություններից մեկը այն է, որ փաստորեն, ասենք, եթե ունեմ մի նման կոր, եթե գիտեմ իմ անալիտիկ ֆունկցիայի արժեքները այս կորի վրայի կետերում մեր անալիտիկ ֆունկցիայի արժեքները ունենք, ապա ներսի կամայական կետի համար կարողանում ենք հաշվել ֆունկցիայի արժեքը այդ կետում, իմանալով ընդամենը այս կորի վրայի ֆունկցիայի արժեքները, որովհետև այս ինտեգրալը օգտագործում է մենակ f-ի արժեքները այս կորի վրա։ Ու ստանում ենք f-ի արժեքը A կետում, որը կարող ունենք կամայական ներսի կետ։ Սրա մասին нэг ուրիշ ձև եթե մտածենք, եկեք վերցնենք, ասենք, հիմա նենց գամմա, որ նենց այս նկարին համապատասխանող, ինչ որ սենց մի հատ պարզ կոր, որը հատումներ չունի, ու A կետն էլ այդ կորի ներսում լինի, այդ դեպքում այս մասը կլինի 1, ու կունենանք, որ 1 բաժանած 2 pi ինտեգրալ fz բաժանած z հանած a dz-ը ըստ կայանի հավասար է f-ի a, f-ային։ Հիմա Բաստորեն ինչ արեցինք, բաստորեն մենք f ֆունկցիան գրեցինք որպես մի անալիտիկ ֆունկցիայի ինտեգրալ։ Եթե անալիտիկ ֆունկցիայի ինտեգրալ ունեմ, ուրեմն սրանից օգտվելով, դի որ հնարավոր լինի ցույց տալ, որ սրա ածանցյալը Եթե սրա ածանցյալը հաշվեմ, հիմա ինչ, ես ինստեղ արդեն եթե այս կողմից նայեմ, ունեմ մի հատ անալիտիկ ֆունկցիայի ինտեգրալ, սա որ ածանցեմ, ինչ որ առումով պետք է ստանամ անալիտիկ ֆունկցիա, այսինքն սա որ ածանցեմ անալիտիկ ֆունկցիա ունեմ, այսինքն պիտի էլի ածանցել լինի։ Սրանից ինչ որ ձևով պետք է հնարավոր լինի ստանալ, որ f-ը ուրեմն երկրորդ ածանցյալ էլ ունի։ Որտեղ f-ը կարողացել են գրել մի անալիտիկ ֆունկցիայի ինտեգրալի տեսքով։ Եկեք դա ցույց տանք։ Նախ մեր անցած անգամվա ապացույցը, որ դիտարկեք, կնկատեք, որ ստեղ կարելի է ավելացում անել, պարտադիր չէ, որ f ֆունկցիան բոլոր կետերում ամբողջ դելտայի վրա անալիտիկ լինի, ինքը կարող է ունենալ վատ կետեր, բայց այն վատ կետերից, որ այդքան էլ վատը չեն, հա? Այսինքն նկատենք, որ ապացույցը անցած անգամ տված, եթե գոյություն ունեն ինչ-որ կետեր, վերջավոր քանակի, այնպիսին, որ f-ը այդ կետերում անալիտիկ չի, ու այս կետերը պետք է a-ին տարբերվեն, բայց այս կետերը այդքան է վատ կետեր չեն, ինչ առումով, եթե հաշվենք սահմանը, երբ որ z-ը ձգտում է սրանցից յուրաքանչյուրին, f-ի արժեքը z կետում այդքան էլ արագ չի աճում, որովհետև եթե բազմապատկում ենք սրանով, սահմանը միևնույն է 0 է։
Ամ, Իրականում եկեք ուրեմն ապացույցը կարելի է լրիվ նույն ձևով աշխատում է, ոչ մի բան համար է փոխել պետք չի, սա ստանալու համար։ Իրականում եկեք տեսնենք, որ այս կետերը իրականում հեռացվող բաներ են, վատ կետեր են։ Ուրեմն սրանք հեռացվող սինգուլյարություններ են։ Ինչի նկատի ունենք։ Ենթադրենք ունենք հենց այդպիսի մի ուրեմն ֆունկցիա, ասենք ենթադրենք f-ը անալիտիկ է, ինչ որ a կետի միջակայքում, բացի a կետից։ Այսինքն ինչ որ ստեղ միջակայք ունենք a կետի, որ եթե այս միջակայքից a-ն հեռացնում ենք, ապա այդ ֆունկցիան այդտեղ անալիտիկ է։ Բայց սահման z-ը գնում է a f z անգամ z հանած a-ն 0 է։ Այս վերևի բանն է վերցնում, պարզապես մի կետ է ունեն։ Որտեղ եթե այս կետերը վերջավոր քանակի են, այսինքն ունենք մեր դիսկը, այստեղ այդ վատ կետեր ունենք, եւ այլն։ Ամեն մեկը կարող ենք իզոլացնել, անալիտիկությունը լոկալ հատկություն է, կետում անալիտիկություն, ամեն մեկի համար կարող ենք ինչ-որ միասին շրջան դիտարկել, որտեղ ինքը միակ վատ կետն է։ Մենք վերցրել եմ մի հատ տենց a կետ ու ընդհանրում ենք, որ ֆունկցիան այս a կետում ունի այս պահվածքը։ Ուրեմն եկեք վերցնենք մի շրջանագիծ r կենտրոնով, այնպես որ այս անալիտիկության տիրույթում է գտնվում։ Ու դիտարկենք հետևյալ ֆունկցիան gz-ը, հավասար է ինտեգրալ ըստ c-ի fw բաժանած w հանած z dz ֆունկցիա, dw ֆունկցիա։ Սա հաշվելու համար ինձ ընդհանրապես պետք է իմանալ f-ի արժեքները, շրջանագծի վրա, c-ի վրա։ Ու սենց որ դիտարկում եմ արդեն, այս a կետը ոչ մի բանով հատուկ կետ չի։ Ու սա ստացվելու է անալիտիկ ֆունկցիա։ Ու ինչ կարող ենք ասել։ Ու կարող ենք ասել, որ f-ի արժեքը z-ում ու g-ի արժեքը z-ում համընկնում են կամայական z-ի համար, որը a չի։ Այսինքն, ինչ է ստացվում։ Ստացվում է, որ այս a կետում նաև ինչ կարող ենք ասել, քանի որ իրանք fz-ն ու gz-ը իրար հետ համընկնում են բոլոր կետերում բացի a-ից, եթե հաշվեմ սահման z-ը գնում է a fz, սա նույնն է ելնելու ինչ որ սահման z-ը գնում է a gz։ Սա իմիջիալոց, սա ասեմ, որ սա հեսա կապացուցենք, հա, սա որ այսինքն ինչը կապացենք, որ սա անպայման անալիտիկ է։ Ուրեմն, ինչ կարող ենք այստեղ ասել, այսինքն այս սահմանները նույնպես պետք է համընկնեն։ Այսինքն ինչ է նշանակում։
Եթե հիմա ունեմ f ֆունկցիան, ինքը անալիտիկ է այդ բացի a կետից, եթե f-ի արժեքը a կետում փոխարինեմ սահմանով, f-ի սահմանով, երբ z-ը ձգտում է, որը անպայման գոյություն ունի, ապա կունենանք անալիտիկ ֆունկցիա։ Ամբողջ c-ում։ Այսինքն քիչ տեսած միակ եթե ունենք նման ձևի վատկետ, ապա միակ բանը, որ կարող է լինի, դա հետևյալն է, ասենք ոնց որ իրական ֆունկցիայի համար ունենանք, ասենք ինչ որ sense անընդհատ ֆունկցիա, բայց ինչ որ մի կետում արժեքը փոխած է։ Այս տեսակի սինգուլյարությունը միակ տեսակի սինգուլյարությունն է, որը կարող է լինի, եթե ունենք այս հատկությունը։ Այսինքն անպայման պետք է լինի հեռացվող սինգուլյարություն։ Պարզապես այս կետում սխալ արժեք ենք դրել, արժեքը ճիշտ եթե դնենք, կունենանք անալիտիկություն։ Իրականում, որպեսզի ապացուցենք, որ սա անալիտիկ է, f-ը պետք է չի որ անալիտիկ լինի, f-ից ընդհանրապես պետք է անընդհատություն։ Եկեք ապացուցենք, մի քիչ ավելի ընդհանուր բան, որ եթե ունենք մի անընդհատ ֆունկցիա, եկեք սահմանենք հետևյալ ֆունկցիան։ Ուրեմն ունենք մեր գամմա կորը, եկեք սահմանենք ֆունկցիան հետևյալ ձևով, ուրեմն ինտեգրելու ենք z բաժանած z հանած ստեղծեց չենք, սա գրենք հանած z dz-ը, սա ինչ էներ ինչ որ վերևում ունեինք, մենակ եկեք սա նույնիսկ թույլ տանք աստիճանն է, եկեք սա նշանակենք f(n)z։ Վերևում մենք ունեինք սրա հատուկ դեպքը, երբ որ n-ը հավասար է 1։ Սահմանենք այս ֆունկցիան, ապա ուրեմն այս ֆունկցիաները անպայման կլինեն հացանցելի ու հացանցյալներն էլ կարող են քաշվել fn-ի հացանցյալը հավասար է n անգամ fn գումարած 1։ Եթե ստեղ ենթադրեինք, որ f-ին իրական, եթե ստեղ ենթադրեինք, որ f-ին ածանցյալ ունի, որը անընդհատ է, ապա միանգամից կստանայինք, որովհետև կարելի է ինտեգրալի ներսում ածանցել։ Եթե ստեղ ենթադրեինք, որ f-ին անընդհատ ածանցյալ ունի, ապա ինտեգրալի ներսում կարողանանք, այսինքն սրա ածանցյալը հաշվելու փոխարեն, ուզում ենք սրա ածանցյալը հաշվենք, կարողանանք ներսի ածանցյալը հաշվել, բայց նենց ենթադրություն չենք անում, ֆին ենթադրում ենք, որ կամայական անընդհատ ֆունկցիա է։ Մասնավորապես, ինչի է մեզ դա պետք, եթե մենակ այս հարցունքը մեզ հետաքրքրեր, ստեղ մենք ուզում ենք ասենք, որ եթե f-ը անալիտիկ է, ապա ուզում ենք դրանից ստանանք, որ f-ը երկրորդ ածանցյալ էլ ունի, չենք ուզում ենթադրենք, որ f-ի ածանցյալը անընդհատ է։ Պարզապես ուզում ենք ենթադրենք, որ f-ը ածանցելի է։ Եթե լրացուցիչ ենթադրություն անենք, ամեն ինչ ավելի հեշտ կներ, բայց դեն չի որ սենց էլ շատ բարդ։ Իսկ դեզենթը կարող է դեքսի պետք լինի։ Նորից կասեք։ Դեզենթը կարող է դեքսի պետք լինի։ Հա։ Ողջույն։ Ապացույց, եկեք փորձենք հաշվենք f-ի ածանցյալը։ Ինչ պետք է վերցնենք։ Պետք է վերցնենք f-ի արժեքը z1 կետում, հանած f-ի արժեքը z կետում, բաժանենք z հանած z1-ի, z1 հանած z-ի ու հաշվենք սահմանը։
Սա ինչի է հավասար։ Սա կլինի ինտեգրալ ըստ գամմայի z1 z-ի n աշճան dz սրանք եթե բերենք ընդհանուր հայտարարի, ինչ կունենանք, ինտեգրալ ըստ գամմայի, ուրեմն z1-ի n աշճան, սա հանած z-ի n աշճան, ստեղ կունենանք սրանց տարբերությունը, անընդհատ կտեզետ եմ գրում։ Հիմա ստեղից եկեք նկատենք, որ սա լինելու է z1 հանած z-ի բազմապատիկ, որտեվ սրա են աշճանները երկու կողմում, այսինքն ասա ոնց կա, եթե սա դիտարկենք որպես օրինակ z-ի ֆունկցիա, եթե z-ին տեղադրենք z1 արժեքը, ապա սա 0 է լինում, իսկ սա z-ից կախված բազմանդամ է, եթե z1 կետում ինքը դառնում է 0, ուրեմն z հանած z1-ը բազմապատիկ է։ Այսինքն ինչ կարող ենք ասել։ Կարող ենք ասել, որ եթե բաժանենք fn z1 հանած fn z-ը բաժանենք z1 հանած z-ին, ինչ կունենանք։ Կունենանք ինտեգրալ ըստ գամմայի, ուրեմն z1-ի n աշճան, z-ի n աշճան, ու անգամ այստեղ ինչ որ մի բազմանդամ։ Հիմա ինչ ունենք։ Հիմա եթե նայենք այս մասին, այսինքն հիմա ինչ ենք ուզում հաշվենք։ Ստեղ ուզում ենք հաշվել սահման, երբ որ z-ը գնում է z1-ը գնում է z-ի, fn z1 հանած fn z բաժանած z1 հանած z։ Ուրեմն սահմանը հիմա ստեղ ինչ ունենք, եթե դիտարկենք սա որպես ուրեմն սա իրանից ներկայացնում է անընդհատ ֆունկցիա, սա իրանից ներկայացնում է անընդհատ ֆունկցիա, այսինքն սահմանը կարող ենք հաշվել ներսում, սա ինչ որ, եթե սրա պարամետրիզացիա վերցնենք, սա դառնում է պարզապես ինչ որ վերջավոր ինտերվալում, եթե սրա պարամետրիզացիա վերցնենք, սա ընդհանրապես դառնում է ինչ որ վերջավոր ինտերվալում անընդհատ ֆունկցիայի ինտեգրալ, այսինքն սահմանը հաշվելուց կարող ենք սահմանը ներսում հաշվել, ու ստեղ ինչ կունենանք։ Ստեղ կունենանք սա բաժանած z1-ը ձգտում է z-ի, z-ի, ունենանք հանած z-ի 2n աշճան, ստեղ սահման, z1-ը ձգտում է z-ի, բաժանած z1 հանած z։ Սա կարող ենք
հաշվել, սա ընդամենը այս ֆունկցիայի ածանցյալն է, որը հաշվենք, կունենանք n անգամ ինտեգրալ, ստեղից կունենանք սրա n-1 աստիճանը, որը կկրճատվի սրա հետ, կմնա n պլյուս 1, n, f, n պլյուս 1, մասնավորապես, սրանից ինչ կարող ենք ստանալ, սրանից կարող ենք ստանալ, որ եթե f անալիտիկ է, ապա f-ի ածանցյալը նույնպես անալիտիկ է։ Ապացույց, ուրեմն, եթե ունենք, որ f անալիտիկ է ինչ-որ մի կետում, ապա սահմանման f անալիտիկ է ինչ-որ միջակայքում, հիմա եթե դիտարկենք fz-ը հավասար է ինտեգրալ ըստ գամմայի, ասենք այդ գամման թող լինի այդ կորը, այդ դիսկի եզրագիծ է, հիմա եթե դիտարկենք այս ֆունկցիան, հակառակը, դիտարկենք այս ֆունկցիան, ապա մենք հենց նոր տեսանք, որ այս ֆունկցիան ունի ուրեմն անալիտիկ ածանցյալ։ Որտեղ f-ի ածանցյալը ինչի էր հավասար, ինտեգրալ ըստ գամմայի f z-ի քառակուսի x-ի, ու սա անալիտիկ ֆունկցիա է։ Բայց մյուս կողմից Կոշիի ինտեգրալային բանաձևը մեզ ասում է, որ սա հավասար է հենց fz-ի։ Այսինքն եթե f-ը ածանցելի է, f-ի ածանցյալը նույնպես ածանցելի է, այսինքն f-ը անվերջ ածանցելի է։ Այստեղից եզրակացնում ենք, որ եթե f-ը ածանցելի է, այստեղից հետևում է, որ f-ը անվերջ ածանցելի է։ Կդանեք մի բան հարցնում, իսկ երկուպի գործակից, մեկը բաժանած երկուպի գործակիցը որտեղ են կա։ Հա, նորանն եմ գրում։ Լավ։ Դե բանի առումով ածանցելիության առումով բան չի փոխում, հա։ Դա ճիշտ եք ասում, ստեղ ավելացվի։ Երկուպի։ Մեկ ուրիշ հետևանք։ Ենթադրենք ունենք f-ը անընդհատ է։ Նախ, եթե ունենք f-ը անալիտիկ է, ոչ միայն կարող ենք ասել, որ f-ը անվերջ ածանցելի է, ապա f-ի ածանցյալների համար արդեն ունենք բանաձև f-ի n-րդ ածանցյալը կարելի է հաշվել հետևյալ ինտեգրալով։ Այստեղ ուրեմն 2π-ին չմոռանանք, ամեն անգամ ածանցելուց այստեղ թիվ ենք ավելանում, այն անգամ ածանցելուց կունենանք n ֆակտորիալ, ինտեգրալ ըստ գամմայի f
Z-ի n+1 աստիճան dz, որտեղ այստեղ ինչ գամմա պետք է լինի, որտեղ գամմայական փակ կոր է, այնպիսին, որ Z-ի շուրջը մի անգամ է պատահում։ Այսինքն, եթե ունենք մի հատ կամակոր, ներսում կամայական կետում f-ի արժեքը կամ f-ի ածանցյալները հաշվել կարող ենք s կորի վրա f-ի արժեքները ինտեգրելով պարզապես հայտարարում նման բան դնել։ Մեկ ուրիշ հետևանք։ Եթե ընդամենը գիտենք, որ f-ը անընդհատ է, ինչ որ տիրույթում, բայց գիտենք, որ փակ կորերով f-ի ինտեգրալները 0 են, ապա ինչ կարող ենք ասել։ Մենք տեսել ենք, որ նման դեպքում, եթե f-ի ինտեգրալները փակ կորերով 0 են, ապա f-ը մի ինչ-որ ֆունկցիայի ածանցյալ է։ Բայց եթե f-ը ինչ-որ ֆունկցիայի ածանցյալ է, այսինքն այդ ֆունկցիան անալիտիկ ֆունկցիա է, ածանցյալ ունի, այսինքն f-ը անալիտիկ ֆունկցիայի ածանցյալ է, իսկ անալիտիկ ֆունկցիայի ածանցյալը հենց նոր տեսանք, որ նույնպես պետք է լինի անալիտիկ։ Այսինքն ստեղից ստանում ենք, որ f-ը պետք է լինի, ինքը նույնպես պետք է լինի անալիտիկ։ Այսինքն առաջ ինչ գիտեինք, առաջ գիտեինք, որ սրա հետևանքը այն է, որ f անալիտիկ ֆունկցիայի ածանցյալ է, հիմա արդեն կարող ենք դրան ավելացնել, որ անալիտիկ ֆունկցիաների ածանցյալները անալիտիկ են, այսինքն f-ը ինքը պետք է լինի անալիտիկ։ Մեկ ուրիշ հետևանք։ Եթե ունենք ամբողջ c-ի վրա սահմանված մի անալիտիկ ֆունկցիա, բայց ինքը սահմանափակ է, ապա ինքը անպայման պետք է լինի հաստատուն։ Ասենք սինուս x-ի պես ֆունկցիան իրական թվերի համար, որ սենց շարունակվում է, չի կարող լինել անալիտիկ, հա, նման ֆունկցիա չի կարող լինել, որ սահմանափակ լինի։ Սինուս x-ը կոմպլեքս, եթե սինուս z ֆունկցիան, օրինակ, անալիտիկ ֆունկցիա է, բայց սա սահմանափակ ֆունկցիա չի։ Ապացույց, դա նրանց նախորդների պես ակնհայտ չի, բայց էլի բավականին հեշտ է։ Եկեք, ուրեմն վերցնենք մի ակետ ու եկեք հաշվենք, այս ակետի շուրջը r շարակով շրջանագիծ վերցնենք, ողին ես c կորը, ու եկեք հաշվենք f-ի n-րդ ածանցյալը ակետում։ Ինչ կարող ենք սրա մասին ասել։ Սա հավասար է ինտեգրալ ըստ c-ի 1/2 pi f-ի արժեքը c-ի վրա z հանած i n+1 աստիճան dz։
Եթե սրա բացարձակ արժեքը դաշտենք, սա փոքր է կամ հավասար, այս կորի վրա f-ի ամենամեծ արժեքից, Մեկ էլ մի հատ n ֆակտորիալ հա, n ֆակտորիալ ունենք, հա։ Անգամ, ուրեմն ստեղ կլինի n ֆակտորիալ բաժանած 2pi, ինտեգրալ c 1 բաժանած z հանած i n աշճան, n պլյուս 1 աշճան, d z։ Սրանից փոքր կամ հավասար է։ Հիմա, եթե f-ը սահմանափակ է, այսինքն գոյություն ունի մի հատ m, որ fz-ը միշտ փոքր կամ հավասար է m-ից, այնսա կունենանք, որ փոքր կամ հավասար է m, այստեղ բացարձակ արժեք դնենք, n ֆակտորիալ, բաժանած 2pi, անգամ, այս ինտեգրալ ամենաշատը ինչ կարող է լինել, այս կորի երկարությունը կլինի 2πr, բաժանած, այս ինտեգրալող մեծությունն էլ հաստատուն է r-ի n պլյուս 1 աշճան։ Այսինքն ունեցանք m ֆակտորիալ, այս m անգամ n ֆակտորիալ բաժանած r-ի n աշճան։ Իրականում այստեղ n-ը մեկ դեպքն է հետաքրքրում, ինքեք վերցնենք n-ը հավասար է 1, r-ը ձգտեցնենք անվերջության, կստանանք, որ f-ի ածանցյալը a-կետում փոքր է կամ հավասար, երբ որ n-ը ֆիքսում ենք, r-ը գնում է անվերջության, սա կձգտի 0-ի, այսինքն f-ի ածանցյալը a-կետում պետք է լինի 0 կամայական i համար, հետևաբար f-ը հաստատուն է։ Հարցեր։ Հա, ճիշտ ասած, այս մի հատ հարց ունի։ Ըհը։ Այս ինչ որ կապ ունի հերմիտի պոլինոմիալների հետ կամ ինչ որ կարող է x-ը ինչ որ աստիճանով կամ ինչ որ էլի գործակցով։ Նուխի եմ ասում, օրինակ հերմիտի պոլինոմիալները այդ ռեկուրենտ առնչությամբ հաշի n-ը հավասար է օրինակի համար ինչ որ 2n h-1 առնում, դա ինչ որ ռեկուրենտ դիֆերենցիալ հավասարումը որ գրեցինք, այդ երկու գործակիցը դեմը չկարել է։ Ինչ որ տենց շատ օգտագործող բան կա, պոլինոմիալների հետ կապված կամ ինչ որ զուտ Սրա հետ նման է։ չի կապի, ասենք տենց հերմիտի ասենք այդ ինչ որ ասում եք շատ տարբեր բազմանդամների համար կարելի է տենց ռեկուրենտ բաներ գրել, այսինքն կարելի է վերցնել ինչ որ մի հատ քաշ, հա ու այդ քաշի վրա այդ քաշի հիման վրա ուղղայած բազմանդամները վերցնել, հերմիտի բազմանդամները դրանցից կոնկրետ մի հատն են, այսինքն տենց շատ տարբեր բազմանդամների համար կարելի է ինչ որ տենց ռեկուրենտ բաներ գրել, ինչ որ sense կոնկրետ կապ հենց այս մեր հատկության ու էրմիտի բազմանդամների չեմ պատկերացնում։ Նու խեմ ասում ես, մերը որ գրեցինք ստացանք ածանցյալը հավասար է այն անգամ նախորդին, չէ։ Ըհը։ Հերմիտն էլ Ինչ երկու ինչ են ինչ անգամ։ Այս մի քիչ այն անգամ fn պլյուս հա կարծեմ հերմիտն էլ այդպես։ Ուղղակի երկուսի գործակցով։ հա բայց սրանք բազմանդամներ չեն։ Հա, ուզում եմ իմանալ ինչ որ կապ կա, թե Այստեղ ընդամենը ինչ է կատարում, այստեղ ավելի շատ սրա մասին sense մտածեք, որ այստեղ որտեղ գրեցինք, որ f ֆունկցիայի ածանցյալները տրվում են սրանցով։
Այստեղ ընդամենը սա էր, այսինքն այնա որ եթե մի անգամ էլ ածանցեմ, ինչ է լինելու։ Դե մի անգամ էլ որ ածանցում ենք, այստեղ այս մասն է փաստորեն։ Եթե սա ուզում եմ z-ի ածանցել, այստեղ ինտեգրալի մեջ կարող եմ ածանցել, այսինքն սա եմ ածանցելու, այստեղ մի հատ n+1-ը դուրս է գալու, այստեղ լինելու է n+2։ Սա ընդամենը դա է կատարվում։ Հա, լավ, շատ լավ։ Ուղղակի Ինչ նման է որ ավելի շատ խորը բան այստեղ այս տեսանկյունից ավելի խորը բան չկա։ Այստեղ ինչ որ այս f-ը ինչ որ բազմանդամներ չեն, այն մեծատար f-ն է բազմանդամ։ Այստեղ ընդամենը այն է, որ եթե սա ածանցենք, այստեղից մի հատ ավել բան է դուրս գալու n+1։ Ու ստանալու ենք սա n+2 է ստանալու։ Եթե այդ ֆունկցիայի անունը դնում ենք հաջորդ ֆունկցիան, ոնց որ մեկը մյուսի ածանցյալն է լինելու։ Ոնց որ sense լավ։ բան լինի, էլի, այսինքն f-ն-ը, ոնց որ ես սահմանել էի f-ի n-րդ ածանցյալը, դե բնականաբար f-ի ածանցյալը պետք է լիներ f(n+1)-ը, էլի։ Մենակ թե նենց սահմանումը նենց էր, որ այստեղ մի հատ էլ գործակից էր ավելանում։ Հա, ուղղակի լավ, ուրեմն սխալ էր պատկերացնում։ Ну, ուղղակի հերմիտին շատ նման էր, այս հերմիտը ես կարծեմ n-1-ով ու դիմաց երկու գործակից հաս կարող է ինչ-որ տենց մեջն կապ կա։ Շնորհակալություն։ Ուրիշ։ Լավ, եկեք հիմա շարքերի մասին խոսենք։ Այսինքն Taylor-ի այս բանի դեռ շարքեր չենք դիտարկի, բայց Taylor-ի մոտարկում կարելի ասել, Taylor-ի բազմանդամների մասին խոսենք։ Ուրեմն եկեք ցույց տանք, որ եթե f անալիտիկ է, ապա կարող ենք համայնական կետի շուրջ գրենք f-ը հետևյալ տեսքով f-ը կարող ենք գրել որպես f-ի արժեքը a կետում, գումարած f-ի ածանցյալը a կետում անգամ z հանած a բաժանած 1-ի ֆակտորիալ։ Գիտենք, որ արդեն եթե f-ը ածանցելի է, f-ը անվերջ անգամ ածանցելի է, այսինքն այսքան a կետում բաժանած n-1 ֆակտորիալ z հանած i n-1, այստեղ դեռ ոչ մի բան չեմ ասել, որովհետև այստեղ գումարած ինչ որ մի սխալ, ամբողջ հարցերը, թե դրա մասին ինչ կարող ենք ասել, ուրեմն այս մնացած մասը եկեք գրենք այս տեսքով, fn z անգամ z հանած i n աշճան, այսինքն քիչ թե շատ ինչ եմ անում, ասում եմ եկեք սահմանենք, այս բանը դեռ ոչ մի բան չեմ ասել, որովհետև կարող եմ ասել, կարող ես ասենց գրել, կարող ենք ասել սահմանենք fn-z ֆունկցիան հետևյալ կերպ, f(z)-ից հանենք սա fn-1 a n-1 ֆակտորիալ z մինուս i n-1 ու բաժանենք z մինուս i n աշճանի վրա։ Սա այս պային ընդհանրապես սա եմ ասել։ Այս ամբողջ բնդումը այն է, որ ուրեմն s ֆունկցիան լինելու է անալիտիկ ֆունկցիա։ fn(z) կլինի անալիտիկ։ Ապացույց, կապացուցենք ինդուկցիայով, fn z-ը ոնց կարող ենք գրել, ուրեմն
հաշվենք fn մինուս 1 z-ը, պնդումը սա է, որ սա կարելի է գրել որպես fn մինուս 1 z հանած fn մինուս 1 a բաժանած z հանած a, սա ոնց տեսնենք, ուրեմն եթե ընդհանուր fn մինուս 1 an, այսինքն fz-ը հավասար է ինչ, հավասար է մի կողմից s ամբողջը գումարած s-քանը լինելու է fn մինուս 1 z անգամ z հանած i n մինուս 1 աստիճան, այսինքն եթե s ամբողջը մինչև ստեղ նշանակենք gz-ով, ապա սա կլինի gz գումարած մնում է fn մինուս 1 z անգամ z հանած i n մինուս 1 աստիճան, բայց մյուս կողմից սա հավասար է այդ նույն gz-ը գումարած fn մինուս 1 a բաժանած n մինուս 1 ֆակտորիալ z հանած i n մինուս 1 գումարած fn z հանած i n աստիճան։ Հիմա այսինքն այս հավասարությունից իմաստեղից եթե հաշվենք fn z-ը, ինչ կունենանք, fn z-ը որ հաշվենք, ֆակտորիալը այս բանը չեմ տեսնում օրակորում, այստեղ ֆակտորիալը պետք է ավելացնենք, Դեղից որ հաշվենք fn z-ը կստացվի fn մինուս 1 z հանած f տեսնում եք, հուշեք,
Կարող է n ֆակտորիալը պիտի f-ի սահմանումից հանենք, այսինքն ոնց որ Բայց մի հատ կարող է այստեղ պետք է n ֆակտորիալ դնենք։ Էդի նկատի ունեք, չէ։ հա, Այստեղ պետք է n ֆակտորիալ դնենք, բայց դա նույն չի որ լրիվ հարցը լուծում, հա։ Հետո ստանում ենք n-1 ֆակտորիալ, այստեղ n ֆակտորիալ, հետո sense որ անենք, այստեղ կունենանք fn-1 a բաժանած z հանած a եկեք լավ եկեք ստեղ ապա ուրեմն պնդման մեջ ապա ավելացնենք, որ ուրեմն հա ուրեմն fn z-ը անալիտիկ է եւ եթե պնդման մեջ ավելացնենք սա fn-ի արժեքը a կետում հավասար է f-ի n-րդ ածանցյալին a կետում։ Եկեք սա էլ ավելացնենք պնդման մեջ։ Ուրեմն ինչ կունենանք։ Կունենանք, որ ըստ ինդուկցիայի սա հավասար է fn-1 z հանած fn-1 a բաժանած z հանած a։ Հիմա ըստ ինդուկտիվ ենթադրության fn-1-ը անալիտիկ է։ Ոստեղ էլ արդեն օգտագործեցինք նաև ինդուկցիոն հիպոթեզը, որ ասացինք, որ սա կարող են փոխարինել սրանով։ Հիմա ունենք fn-1-ը անալիտիկ ֆունկցիա է։ Հիմա փաստորեն fn ֆունկցիան սահմանված է այսպես։ Fn ֆունկցիան a կետում սահմանված չի, բայց եկեք a կետում fn ֆունկցիան սահմանենք որպես սահման z-ը գնում է a-ի։ Այսինքն ինչ կարող ենք ասել։ Կարող ենք ասել, որ հիմա եթե ունենք անալիտիկ ֆունկցիա, եթե fn-1 անալիտիկ ֆունկցիա է, ապա սա կլինի անալիտիկ ֆունկցիա բոլոր կետերում, բացի z-ը հավասար է a կետից։ Սա հստակորեն սահմանված ֆունկցիա է, անալիտիկ ֆունկցիա է, բոլոր կետերում, բացի z-ը հավասար է a կետից։ Այսինքն հիմա ունենում ենք, որ fn z-ը կլինի անալիտիկ կամ այկան z-ը ոչ a-ի համար։ Եթե fn z-ը a կետում ինչ կարող ենք ասել։ Եթե a կետում fn z-ի մասին կարող ենք ասել, որ ուրեմն սահման z-ը ձգտում է a-ի fn z-ը հավասար է կամ ստեղ սենց ասենք։ Կարող ենք ասել, որ fn z անգամ z հանած a-ն, երբ որ z-ը ձգտում է a-ի, հավասար է 0-ի, որտեղ սա կլինի սահման z-ը ձգտում է a-ի fn-1 z հանած fn-1 a, սա կլինի 0։ Այսինքն fn ֆունկցիան անալիտիկ էր բացի a-ից, բայց a կետում էլ այս ֆունկցիան այդքան էլ վատ չէր պահվածքը, որտեղ այս սահմանը 0 էր։ Այսինքն այս a կետը, եթե fn անալիտիկ էլ չլիներ, a կետը fn-ի համար կլիներ հեռացվող սինգուլյարություն, այսինքն կարող ենք հեռացնել, այսինքն fn z-ը կարող ենք սահմանել
հենց այս սահմանով, հա, կարող ենք սահմանել հենց այս սահմանով կամ նույնն է ինչ որ սա կլներ այս վերևից ելնելով սա կլներ fn-1 z-ի ացանցիալը a կետում, սա կլներ f-ի ացանցիալը n-րդ ացանցիալը a կետում։ Վերևում բայց Ստացանք, որ f-ը կլներ անալիտիկ ֆունկցիա։ Լսում եք։ վերևում բայց համարություն մի հատ է n անգամ չպիտի լիներ։ Հա, այստեղ մի հատ n անգամ բաց թողեցինք, ճիշտ եք ասում։ Այդ n-ը այս անալիզը չէր փոխի, հա մի վայրկյան, չէ, թե այնտեղ ինչ որ բան խառնվում է, բաների առումով, ացանցիալների առումով։ Եկեք, որպեսզի հիմա ավելորդ ժամանակ չծախսենք սրա վրա, այս մասը մի հատ առանձին հետո կմտածեմ, հաջորդ անգամ կշտկենք, հա, այս բանը, այս n-ը ստեղ որ մնա, այս ասացի հետ էլի չի համընկնի, եկեք սա այստեղ թողնենք, բազապես ավելորդ ժամանակ չարժի սրա վրա հիմա ծախսեմ։ Վարկյան, տեղ ուրեմն fn z չէ, այստեղ հակառակն է։ fn i-ի պայմանը պետք է, հա։ Հա, չէ, այստեղ ուրեմն սա ջնջում ենք, հակառակ, լավ, այստեղ արդեն հստակվեց, ուրեմն ստեղ եթե գրենք, ստեղ պայմանը ուրիշ պետք է լինի, ստեղ պայմանը սխալ գրել, ուրեմն ստեղ պայմանը եկեք դնենք, որ fn-ան իրականում f-ի n-րդ արձանցյալն a կետում բաժանած n ֆակտորիալ։ Այնտեղ մեր առածով բազմապատկած էր ստացվում, դրա համար չի լինում։ Ուրեմն հիմա ստեղից որ գրենք, ստեղ այստեղից եթե f-ն z-ը հաշվենք, ինչ կունենանք, ստեղ պետք է այս ֆակտորիալները չունենք, այս ֆակտորիալները չունենք, այս ֆակտորիալը ունենք ու այս ֆակտորիալը չունենք։ Այսինքն ստեղ հիմա կստացվի հանած ստեղ կստացվի հանած fn-1 բաժանած n-1 ֆակտորիալ, որը ինդուկտիվ ենթադրությամբ կլինի հենց fn-1-ան, այս մնացածը լրիվ նույն ձևի կասենք, հիմա ստեղ մենակ թե ստեղ կունենանք ստեղ n-ը չունենք ու
Ստացանք, որ fn-ը ստացանք, որ ստեղից fn-ը անալիտիկ է։ Հիմա, եթե վերադառնանք այս բանաձևին, fz-ը հավասար է fa գումարած f-ի ացանցյալ a կետում z հանած a բաժանած մեկի ֆակտորիալ գումարած եւ այլն գումարած fn մինուս 1 երրորդ ացանցյալը a կետում բաժանած ուրեմն n-1 ֆակտորիալ z հանած i n-1 գումարած fn z անգամ z հանած i n աշճան։ Հիմա արդեն ունենք, որ այս հավասարումը ունենք, որտեղ սա անալիտիկ է։ Հիմա կարող ենք սա n անգամ ածանցել ու a կետում ձախ կողմում կունենանք f-ի n-երորդ ածանցյալը a կետում հավասար է այդ n անգամ եթե ածանցենք այս ամբողջը կվերանա, սա կլինի 0 գումարած սա որ ածանցենք կունենանք ուրեմն n անգամ որ ածանցենք, դեստեղ պիտի բազմապատկման օրենքով օգտագործենք, ամեն անգամ, այսինքն կամ պիտի fn-ը ածանցվի, կամ պիտի այս կողմը ածանցվի։ Եթե fn-ը ածանցենք, այսինքն մի տարբերակ կա, որ ամեն անգամ սա ենք ածանցում, այդ դեպքում կունենանք n ֆակտորիալ անգամ, սա որ n անգամ ածանցենք, կմնա ոչ մի բան, կմնա 1, այսինքն կունենանք n ֆակտորիալ անգամ fn-ի արժեքը a կետում, գումարած այն մյուս ածանցյալները մի քանի անգամ ստա ինչ-որ գումար է լինելու, մի քանի անգամ fn-ն ենք ածանցելու, մի քանի անգամ էլ z հանած i n աշճանն ենք ածանցելու, n-k անգամ։ Բայց սա որ n-k անգամ ածանցենք, եթե կան հավասար չի n-ի, ապա միշտ վերջում z հանած a կմնա, երբ որ z-ը հավասար է a կետում հաշվենք, սա կլինի 0։ Այսինքն արդյունքում աջ կողմում կունենանք n ֆակտորիալ անգամ fn-ը հաշված a կետում, ձախ կողմում կունենանք f-ի n-երորդ ածանցյալը a կետում, այսինքն կունենանք, որ fn-ի արժեքը a կետում հավասար է f-ի n-երորդ ածանցյալին a կետում բաժանած n ֆակտոր։ Սա հենց մեր ինդուկտիվ հիպոթեզի երկրորդ մասը։ Դա այս մասը։ Մի քիչ երկար տևեց, բայց ոնց որ տեղ հասանք։ Հարցեր։ Այս fn ֆունկցիայի համար նույնպես կարող ենք ինտեգրալային բանաձև գրել։ Եթե ուզում եմ հաշվեմ fn-ի արժեքը ինչ-որ z կետում, սա նույնպես կարող ենք ինտեգրալով հաշվել։ Ուրեմն նախ սա ինչ կարող եմ ասել։ Սա նույնն է ինչ որ եթե հաշվենք fn ֆունկցիայի ինտեգրալը ըստ ինչ որ մի կորի, այսինքն ունենք այստեղ c, այստեղ ինչ որ մի հատ կետ ունենք, հա, այստեղ ինչ որ մի հատ կետ ենք վերցնում, արժեքը այս կետում կարող ենք հաշվել c-ի վրա ինտեգրելով,
Բայց հիմա fn-ի համար ինչ կարող ենք ասել։ Fn-ի սահմանումը եկեք տեղադրենք։ Սա կլինի fn z-ը ինչի է հավասար։ Ուրեմն ինտեգրալ ըստ c-ի f z հանած այստեղ գումար կան հավասար է 1-ից ուրեմն կան հավասար է 0-ից n-1 f-ի k երրորդ ացանցյալը a կետում բաժանած k ֆակտորիալ անգամ z հանած a-ի k աստիճան բաժանած բաժանած z հանած i n աշճան այսքանը հələ որ գրել եմ fn z-ի արժեքը սա fn z-ի սահմանումն էր այսքանը fn z-ի սահմանումն է սա այսքանն էր հիմա մի հատ էլ պետք է բաժանենք այս հայտարարը մի հատ էլ պետք է բազմապատկենք ստեղ z հանած քսի d քսի հիմա ստեղ այս ինտեգրալը եկեք երկու մասի բաժանենք fz բաժանած z հանած i n աշճան z հանած քսի d-քսի հանած գումար կան հավասար է 0-ից n-1 այս մասերը կարող ենք դուրս հանել ինտեգրալ ըստ c-ի 1-ը բաժանած z հանած i n-k z հանած քսի d-քսի Նա սա իրենից ինչ է ներկայացնում սա իրենից ինչ է ներկայացնում Ինչ որ z հանած ամլ չենք կարող ինտեգրալի տակից դուրս անենք։ Երկրորդ ինտեգրալի մասն է խոսքը։ Այստեղ բանալու այստեղ պատահական այստեղ փոխել եմ z-ը եմ գրել, այստեղ պիտի z լինի։ Դա չէ շատ ինտեգրողները պատահականը z-ն էր։ Հիմա այստեղ մենք ինչ ենք տեսել, որ եթե sense ինչ-որ մի բան ունենք, ուրեմն d z եթե սա ուրեմն այստեղ n աշճան սա i-ից ֆունկցիա էր եթե սա մի անգամ ածանցում էինք այստեղ n էր հայտնվում այստեղ ունենում ենք z հանած i n+1 dz հիմա եթե սրան նայենք ուրեմն սա կարող ենք եթե i-ից կախված այսինքն այստեղ ոնց որ դիտարկենք սենց այս ձևով գրենք 1 բաժանած z հանած քսի բաժանած z հանած i n-k եթե սա i-ից կախված ֆունկցիա որպես դիտարկենք ապա սա կլինի այս ինտեգրալ ըստ c-ի dz-ը սա նույնն է ինչ որ 1 բաժանած
Z հանած X-ի բաժանած Z հանած A dz-ը ածանցենք n մինուս k մինուս 1 անգամ։ Ըստ I։ Ամեն անգամ որ ածանցենք, այս աստիճանը մի անգամով բարձրանալու է։ Այսինքն կարելի է հաշվել այս ֆունկցիայի ինտեգրալը, այսինքն հաշվել սա ինչ ֆունկցիա է ըստ I-ի, I-ից կախված սա ինչ ֆունկցիա է, մեկը բաժանած Z հանած X-ի բաժանած Z հանած A dz-ը։ I-ից կախված ինչ ֆունկցիա է սա, բայց սա իրանից ինչ է ներկայացնում, այսինքն ունենք ինտեգրալ, մեկը բաժանած Z հանած X-ի Z հանած A dz, կարելի է մասերի բաժանել, մեկը բաժանած Z հանած X-ի հանած մեկը բաժանած Z հանած A dz, ստեղ ինչ կլինի, անգամ, ուրեմն, Իսկ կոչու բանաձևով չեն կարա անի։ կարենք, այստեղ կոնկրետ բայց ինչի հավասար սա, մեկը բաժանած A հանած Z, այսինքն սա հիմա կարող ենք գրել մեկը բաժանած A հանած Z անգամ ինտեգրալ ըստ C-ի վրայով dz հանած ինտեգրալ մեկը բաժանած Z հանած A dz, Ոնց որ ցիտա հանած A չի։ որտեղ Մեկը բաժանած A մինուս երկար մտածեցի, մեկ այս հակառակ արեցի, սա էլ կլինի 2pi, սա էլ կլինի 2pi, այսինքն սա կլինի 0։ Այսինքն այս ինտեգրալը կլինի 0, ըստ I-ից կախված ֆունկցիա, որպես դիտարկենք միևնույնն է 0 է, այսինքն ստեղ սա ստանալու համար պետք է ընդամենը n-k-1 անգամ ածանցեինք, այսինքն միևնույնն է սա կլինի 0։ Բարձր կասեք, հետևից որ խոսում եք, ինչ լավ չի լսվում։ Ամեն անգամ վերջից ինչ։ Բաղը բորկում եմ։ Սա ինչ-որ ֆակտորիալներ են առաջանալու, բայց չէր հետաքրքրում մեզ, որովհետև վերջում միևնույնն է 0 է ստացվելու։ Այստեղ n-եր կային, եթե դրա մասին էր, թե չէ, ճիշտ ասած չլսվեց էլի։ Այդ պահակը եկել էր դժգոհում էր, որ դեռ դուք չենք եկել։ Վերջացնենք, ուրեմն շատ արագ։ Ուրեմն հասցրան եզրակացությունը որն էր, եզրակացությունն էր, որ ստացանք, որ fn z-ան կարող են գրել fz բաժանած z հանած z-ա անգամ z հանած i n աստիճան dz։ Ըստ